Եվրադիտորդները կանգնեցրին Ադրբեջանի ագրեսիան ու հարձակումները, թե պատճառն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես կատարեց Ալիևի բոլոր պահանջները։ Մեկ առ մեկ, հստակ ամսաթվերին նայելով կստանանք պատասխան այս հարցի, սա թեմա է, որը ծնվեց Նոյան տապանում օրերս իմ հարցազրույցի ընթացքում, երբ ԱՄՆ-ից հարգարժան մի հայրենակից ինձ հարց ուղեց։ Ես խոստացա իմ Facebook-յան էջում, փաստերով, ամսաթվերով ներկայացնել, որ չնայած եվրադիտորդների գալուն Ադրբեջանը դեռ մի քանի ամիս շարունակում էր հարձակումներն ու ագրեսիան։ Եվրադիտորդների գալը չի կասեցրել, այլ Նիկոլ Փաշինյանի ճանաչելը Արցախը որպես Ադրբեջան, եւ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները եվրադիտորդների եկան այդ ճանաչելուց չէ, ներողություն, Արցախը այդ թվում ճանաչել Ադրբեջանի կազմ եղել է եվրադիտորդների գալուց ահագին հետո, մի քանի ամիս հետո։ Տարբերություն կա այդտեղ, ես չեմ նվազեցնում Եվրոդիտորդները եկան դրանից մի քանի ամիս հետո 23 թվականի հունվարին, այդպես չէ։ Չէ, Նիկոլ Փաշինյանը երբ հայտարարեց Արցախը այդ թվում ճանաչում ենք Ադրբեջանի կազմում, դա եղել է եվրոդիտորդների գալուց մի քանի ամիս հետո։ Ես կարող եմ Facebook-յան էջում ամսաթվերով ցույց տալ հրապարակումները մամուլի, կհամեմատեք կտեսնեք։ Ունկնդիրը կասկածում էր դրանում։ Ես բոլորովին չեմ թերագնահատում եվրադիտորդների դերը Ադրբեջանին քաղաքական իմաստով զսպելու եւ ճնշելու հարցում, սիրելի բարեկամներ։ Այդ մասին ես այլ առիթներով խոսել եմ այլ հարցազրույցներում։ Թեմային անդրադառնում եմ, քանի որ խոստացել էի հիմնավորել փաստերով վիճակագրությամբ։ Ինքս եվրոպագետ եմ, շատ լավ եմ ճանաչում եվրոպական քաղաքականությունը, Եվրամիության արտաքին քաղաքականությունը եւ այստեղ ընդհանրապես նպատակն է ճշմարտությունը հասկանալ, այլ ոչ թե ինչ-որ մեկին գովել կամ փնովել։ Եմեն ունեցել է աշխարհում տասնյակ դիտորդական առաքելություններ, որոնց մի մասը հաջող, մի մասը ձախողված, օրինակ Լիբիայում։ Եվրոպական առաքելությունների մեծ մասն իրենց բնույթով քաղաքացիական են, դրանք ռազմական չեն, փափուկ ուժ են ու ի սկզբանե չունենել մանդատ հակամարտություններ կարգավորելու, ագրեսիաներ կանխելու։ Այդ օրվա իշխանությանը ծառայող քարոզիչներն են նրանց դերը չափազանցնում, վերագրում գերբնական ընդունակություններ, որպեսզի արդարացնեն այս կամ այն աշխարհաքաղաքական շահերը կամ իրենց աշխատանքի վարձատրությունը ստանան։ Խնդիրը այստեղ ոչ թե եվրոպական առաքելությունն է, որը այլ հավասար պայմաններում դրական դեր է միայն խաղացել, այլ փաստերին ուղիղ աչքերով նայելն ու պատասխանելը հարցին, թե ինչը իրականում կանգնեցրեց Ադրբեջանին։ Եվրոպացիները մեղավոր չեն, որ իրենց մասին պատկերացումները չափազանցված են։ Կարևոր եմ համարում ընդգծել, օրինակ հիշեք, թե ինչպես բայնասուն էր բարձրացրել Ալիևը դժգոհում եվրոպացի դիտորդներից, հետևաբար դա ինքնին փաստ է, որ եթե իր օգտին լիներ, ինքը այդպես չէր նեղվի այդ առաքելությունից։ Պատճառն այն էր, որ ադրբեջանական հարձակումների բոլոր արձանագրումները հիմք էին տալիս Եվրամիությանը Ալիևի դեմ ճնշումներ գործադրելու սեփական օրակարգերի համար, բայց պետք է նաև հասկանալ, որ դա Ադրբեջանին ավելի մղեց դեպի Ռուսաստան, ավելի կատաղեցրեց եւ չհանդիպելով ռուսական դիմադրության Ալիևը շարունակեց հարձակումները, Արցախի շրջափակումը մինչև այն պահը, երբ Փաշինյանը բառացի ճանաչեց Արցախը Ադրբեջան, ապա մի քանի ամիս անց համաձայնեց միակողմանի վերադարձնել Տավուշում տարածքներ։ Միայն այդ ամենից հետո զինված բախումները կանգ առան։ Հստակ արձանագրում եմ, որ 2023 թվականի փետրվարից, երբ եվրադիտորդները եկան տեղակայվեցին, մինչև հաջորդ տարվա 24 թվականի ապրիլ, երբ Փաշինյանը համաձայնեց Տավուշում միակողմանի զիջումների, այսինքն ավելի քան 1 տարի շարունակ, եվրադիտորդների ներկայությամբ առնվազն 3-4 անգամ Ադրբեջանը հարձակվել է, մենք տվել ենք զոհեր։ Ուստի ես պնդում եմ, որ ոչ թե եվրադիտորդների բինոկլները թուղթ ու գրիչը, իրենց այդ դիտորդությունը, այլ գերազանցապես Փաշինյանի կողմից Ալիևի կամքը կատարելն է կանգնեցրել Ադրբեջանի հետագա ագրեսիան։ Ալիևը հասել է իր հիմնական ռազմաքաղաքական նպատակներին եւ շարունակական պատերազմի այդ սպառնալիքը շանտաժի իրականում ուղղված էր հայ ժողովրդին համոզելու, բարոյե հոգեբանորեն պարալիզացնելու, որ ուժեղ դիմադրություն ապստամբություն չլինի, ընդունելու, որ առանց Ալիևի կամքը կատարելու պատերազմն անխուսափելի է։ Եվ դա հաջողվեց։ Հիմա նայենք փաստերին, ամսաթվերին ու ժամանակագրությանը, որը կարող եք ինքներդ ստուգել եւ դուք կհամոզվեք հետեւյալում։ Եվ այսպես 2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցավ Ջերմուկի ուղղությամբ մեծ հարձակումը։ Ադրբեջանի զորքերը Հայաստանի տարածքի մեջ մինչև 8 կիլոմետր խորացան։ Դա հիմք տվեց Փաշինյանին ժողովրդին համոզելու, որ Պրահայում հոկտեմբերին ստիպված է ստորագրել Ալիևի հետ հայտարարություն,
եւ դրանով ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հիմնված Ալմաթայի հռչակագրի վրա։ Ադրբեջանը համաձայնեց եվրադիտորդների գալուն, դիմացը փաստորեն Փաշինյանից ստանալով հետագա զիջումների իրավական պարտավորություն։ Եվրադիտորդները պետք է գային ու տեղակայվեին նույն ամսին հոկտեմբերին, բայց չգիտես ինչու տարբեր պատճառներով 3 ամիս ուշացումով 2023 թվականի փետրվարին նոր տեղակայվեցին։ Ալիևը հասավ կոնկրետ ստորագրության, բայց այդ փաստաթղթում Արցախը Ադրբեջանի տարածք ճանաչելու պահը հստակ ֆիքսված չէր, փաստաթղթում Արցախի մասին ոչինչ գրված չէր։ Տարբեր կարծիքներ կային, թե որն է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որը Ադրբեջանի, քանի քառակուսի կիլոմետր են դրանք։ Այդ ընթացքում Փաշինյանը տարբեր թվեր էր հնչեցնում, եթե հիշում եք հանրագիտարաններում էր ինչ-որ թվեր գտել, հայտնի դարձավ, որ բացի դրանից Ալմաթայի հռչակագիրը, երբ վավերացվել է 90-ական թվականներին, վավերացվել է Արցախի վերաբերյալ վերապահումներով։ Չնայած Պրահայի հայտարարությունով ունենալով իրավական հիմքեր Արցախը շրջափակելու, Ալիևը իհարկե հետո անցավ այդ օպերացիային, այնուամենայնիվ նրան պետք էր հստակ ճանաչում, որ Արցախը Ադրբեջանի տարածք է։ Առանց դրա նա ընդամենը հիշում եք կեղծ բնապահպաններով էր կարողանում փակել Լաչինի Միջանցքը, բայց ռազմական օպերացիայի հիմքեր չուներ։ Եվ եվրադիտորդների գալուց մի ամիս անց ադրբեջանական սադրանքները վերսկսվեցին, որոնք հենց եվրադիտորդներն արձանագրել են իրենց զեկույցներում։ Արդեն 2023 թվականի ապրիլին գրանցվեցին լոկալ փոխհրաձգություններ լուրջ, որոնք մայիսին ավելի ինտենսիվացան հատկապես Սյունիքի եւ Գեղարքունիքի հատվածներում։ Եվ առաջին անգամ պաշտոնապես Փաշինյանը հստակ հայտարարեց 23 թվականի մայիսի վերջերին, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86600 քառակուսի կիլոմետրով, ներառյալ Լեռնային Ղարաբաղը։ Երբ որ Հայաստանը ճանաչում է 86600 քառակուսի կիլոմետրով Ադրբեջանը, հստակ ասեք, խնդրում եմ հասարակությանը, դա Արցախը ներառում է թե ոչ, դա դուք դրանով ճանաչել եք Արցախը Ադրբեջանի մաս։ Տեսեք 86000 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Դա արդեն լիովին ազատեց Ալիևի ձեռքերը եւ նա իր ուշադրությունը ուղղեց ամբողջությամբ Արցախի վրա, ռուսներին ըստ էության հայտնելով, որ Հայաստանն արդեն ճանաչել է, դուք անելիք չունեք այստեղ։ Լիովին փակելով Միջանցքը արդեն իր զորքերով ու անցակետով շրջափակելով լայնամասշտաբ հարձակումով 23 թվականի սեպտեմբերին այդ չարաբաստիկ օրերին Ալիևը անցավ Արցախը վերջնականորեն զավթելու ռազմական օպերացիային, որը տևեց 2 օր։ Ադրբեջանը դա մարսեց հեշտությամբ, ամբողջ միջազգային հանրության, այդ թվում հայերից լուր հայացքի ներքո, տեղահանելով ու աքսերելով իր հայրենիքից 120,000 արցախցիների։ Ինչու, որովհետև պաշտոնապես Հայաստանում ճանաչեցին Արցախը Ադրբեջանել, ինչ ասես։ Դրանից հետո Ալիևն ու իր ժողովուրդը զբաղված էին իրենց հաղթանակը տոնելով, բախումներ չեղան։ Մի քանի ամիս լավ տոնելուց հետո նորից կրկին եվրադիտորդների աչքերի առաջ սկսեցին հարձակումները արդեն 2024 թվականի սկզբին։ Այս անգամ նպատակը Տավուշում հայկական հսկողության տակ գտնվող մի շարք տարածքների հետ զավթումներ առանց կրակոցի։ Բայց տեսան զգացին, որ Տավուշի հարցում կա ժողովրդական արդեն մեծ ընդվզման վտանգ։ Հետագայում Սրբազան շարժումը հիշում եք։ Եթե Արցախը դեռ ինչ որտեղ համոզեցին, որ Հայաստանի Հանրապետության տարածք չէր իրավաբանորեն, Տավուշի հարցում դժվարություններ առաջացան, որովհետև ջերմուկի դեպքերից հետո Արցախը հանձնելուց հետո արդեն մարդիկ կասկածեցին, որ հանձնվելով կարելի է խաղաղության հասնել։ Բայց Փաշինյանը շարունակեց համոզել։ Եվ 2024 թվականի փետրվարին լուրջ բախումներ եղան, սահմանին զոհվեց 4 զինծառայող։ Այսինքն 1 տարի անց կրկին լուրջ բախում։ Եվրադիտորդների գալուց հետո։ Ինչ արեց Փաշինյանը, գնաց Տավուշ եւ հիշում եք, ասաց, որ եթե Տավուշի տարածքները չտան, շաբաթվա վերջին պատերազմ կլինի։ Մենք հիմի կարանք ստեղից դուրս գան, գնանք ասենք չէ, չկա էնել։ Դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմն է սկսելու։ Դուք ասելու եք, մենք գյուղացի ժողովուրդ ենք, մենք այդքան ինֆորմացիա չունենք։ Նա դա հայտարարեց 24 թվականի մարտին։ Բախումներից մի քանի շաբաթ հետո դրանովից նա ընդունեց, խոստովանեց, որ եվրադիտորդները դեռ չեն կատարում առասարակ Ադրբեջանի ագրեսիան կանգնեցնելու հարցում։ Նա ինքը զրոյացրեց եվրադիտորդների դեր արձանագրելով, որ նոր պատերազմը կանխելու միակ ձևը փաստորեն կրկին Ալիևի պահանջներով հողեր հանձնելն է։ Միայն դրանից հետո կարողանալով ճնշել ժողովրդական այդ ընդվզումը, բողոքի ակցիաները, ապրիլից սկսվեց այսպես կոչված սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը։ Կրակոցները նոր միայն դրանից հետո կանգ առան, բայց սահմանազատումը ավարտվեց հենց այնտեղ, որտեղ պետք է սկսվեին Ադրբեջանի զորքերի հետ քաշումը, իսկ ադրբեջանական զորքերը հետ չեն քաշվել օկուպացված տարածքներից։ Այսինքն իրականում սահմանազատում եւ սահմանագծում չէր դա,
այլ դրա անվան տակ, որպեսզի ժողովուրդը համոզվի։ Հողերի միակողմանի հանձնումներ Ադրբեջանին։ Մինչ օրս Ադրբեջանը ինչ ստորագրել է բարեխղճորեն երբեք չի կատարել։ Կատարողը միայն Փաշինյանն է։ Սա է ճշմարտությունը, սիրելի բարեկամներ, փաստերով, ժամանակագրությամբ եւ հենց Փաշինյանի խոստովանությամբ եվրադիտորդները ադրբեջանական ագրեսիան չեն կանգնեցրել, այն շարունակվել է։ Շարունակվել է մի քանի անգամ։ Եվ միայն Փաշինյանի միակողմանի զիջումներն են զսպել Ադրբեջանին։ Նրանց գալուց հետո առնվազն 3 անգամ Ադրբեջանը լուրջ հարձակումներ է ձեռնարկել, որի արդյունքում եղել են զոհեր։ Բայց քարոզիչների մեկ այլ սուտ է, որ Ալիևը երբուզի կարող է հարձակվել ու գրավել Հայաստան, այդ վախը մցրել են։ Եվ դրանով ժողովրդին ահաբեկել ամենամեծ ստորությունն է։ Նույնիսկ թույլ հակառակորդդ կարող է քեզ մեծ վնասներ պատճառել։ Երկարատև պատերազմը շատ ծախսատար է ու ցանկացած պատերազմ ռիսկ է, նույնիսկ ամենահզոր բանակների համար։ Ամենահզոր սովետական բանակը փաստացի պարտվեց Աֆղանստանի քարանձավներում, չոբաններին։ Ամենահզոր ամերիկյան բանակը պարտվեց Վիետնամի ջունգլիներում։ Շատ օրինակներ կարող են բերել։ Երկարատև պատերազմը չհանձնվող թեկուզ թույլ հակառակորդի հետ կարող է պարտության բերել։ Արցախն էլ է դրա օրինակը։ Արցախում երբ պետք է արդեն նոյեմբեր-դեկտեմբերին սկսվեր լեռնային, անտառային ուժեղ պարտիզանական դիմադրություն ու հակահարձակում, Փաշինյանը կանգնեցրեց պատերազմը։ Ալիևն ինքն է խոստովանել, որ եթե մի քիչ էլ երկար էր պատերազմը, իրենք լուրջ խնդիրներ ու կորուստներ էին ունենալու ձմռանը Մառախլապատ լեռնային Արցախում, երբ նաև դրոնների էֆեկտիվությունն էլ կընկներ։ Արցախյան առաջին պատերազմն էլ երկարատև էր ի վերջո։ Սկզբում հայկական կողմը պարտվել էր, ուժերը կրկին անհավասար էին, Արցախը գրեթե կորսվել էր, բայց վճռորոշը դարձավ հաղթելու կամքը։ Եվ որքան երկար տևեց, Ադրբեջանը ունեցավ ի վերջո պարտություն։ Ալիևը լավ է սերտել իր դասերը։ Պատերազմի տեսությունն ու պրակտիկան։ Պատերազմի գլխավոր նպատակն է, սիրելի ժողովուրդ, հակառակորդին պարտադրել քո կամքը, եթե նա խաղաղ ճանապարհով դա չի անում։ Ալիևը կարողացել է Փաշինյանին պարտադրել իր կամքը, թե պատերազմով, թե խաղաղ ճանապարհով։ Եվ պատերազմի շարունակությունը հետևաբար դառնում է անիմաստ ու վնասակար, ռիսկային։ Ալիևը իրեն հաշիվ է տալիս, որ հասել է արդյունքի, պետք է դա ամրագրել։ Եվ նա անցավ այդ ամեն ինչի ամրագրմանը, ինչից հետո անցել է արդեն արևմտյան Ադրբեջանի ռազմավարությանը։ Իսկ այդ մասին հետագայում կխոսենք, եւ հույս ունեմ, որ իմ այս վիճակագրության մանրամասն ներկայացում, ինչը բավական երկար տևեց, որպեսզի դուք հասկանաք, թե ինչ նկատի ունեի, ի վերջո մեր սիրելի ունկնդիրը ստացավ իր հարցի պատասխանը։ Տեսակ, հիմնականում բախումները եղել են գարնան ամռան ամիսներին, սեպտեմբերին եւ փետրվարին, եւ ամեն հարձակումից հետո Փաշինյանը արել է մեկ այլ զիջում, մեկ այլ կամքի կատարում Ալիևի։ Ալիևը հասավ վերջնականորեն նաև միջանցքային տրամաբանություն ունեցող 9-րդ կետի նոյեմբերի 9-ի փաստաթղթի փոխանցմանը արդեն TRIP-ի ծրագրի մեջ եւ միաժամանակ զուգահեռ իր երկրի ներսում տանում է ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի եւ արևմտյան Ադրբեջանի նոր ռազմավարություն, այսինքն Հայաստանի նկատմամբ նախապատրաստում է նոր ագրեսիվ քաղաքականություն, երբ պատմական մեկ այլ էտապում բախտը բերի, մեկ այլ կովիդ լինի, մեկ այլ ճգնաժամ լինի աշխարհում, Ամերիկան ձեռը քաշի, Ռուսաստանը զբաղված լինի, նա շարունակի իր պլանները իրականացնել է։ Հետևաբար միայն զգոնությունը կարող է հերահար քաղաքականությունը սաստել ու զսպելու Ադրբեջանին, կարող է նրա ագրեսիան կանգնեցնել, ոչ երբեք եվրադիտորդները, ոչ երբեք ռուսական խաղաղապահները, ոչ մեկ բացառապես հայկական պետության եւ ժողովրդի կամքը չպարտվելու, դիմադրելու եւ ամրանալու։ Միայն դա է երաշխիքը խաղաղության։ Հավանեք, բաժանորդագրվեք, տարածեք այս տեսանյութը, որպեսզի մեր ունկնդիրես անձամբ նրան չմճանաչել տեսնի եւ ստանա իր հարցերի պատասխանները։ Կհանդիպենք։